Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 17-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հերթով նայենք, որովհետև շատ լարված է աշխարհը, տեսնում եք բավական դաժան ու վճռական փուլ է մտնում եւ ուկրաինական պատերազմը, տեսնում եք ինչ հարվածներ են հասցվում փոխադարձաբար եւ նաեւ բախումները Իրան, Իսրայել եւ նաեւ աշխարհը դիրքավորում է դրա ուղղությամբ, իսկ Հայաստանում էլ տեսնում եք, որ արտաքին է անորոշության պարագայում առաջանում է, այսպես ասած, sense հստակ ձևով ներպետական ցնցումներ են հրահրվում, անպայման դրանց հերթով կանդրադառնանք։ Իսկ հիմա նայենք, մեջօտնյակի երկրների առաջնորդները Կանադայում ընթացող գագաթնաժողովում հայտարարություն են տարածել Իսրայելի եւ Իրանի միջև վերջին զարգացումների վերաբերյալ։ Մենք հաստատում ենք, որ Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանության։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հաստատում ենք քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը։ Իրանը տարածաշրջանային անկայունության եւ ահաբեկչության հիմնական աղբյուրն է։ Մենք մշտապես հստակորեն նշել ենք, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, ասվում է հայտարարության մեջ։ Հիմա տեսնենք։ Մեր հասարակության մեջ իհարկե կան տարբեր կարծիքներ եւ օբյեկտիվորեն ճիշտ է, որ լինեն տարբեր կարծիքներ։ Մի հսկայական զանգված կարող է ասի Իսրայելը ճիշտ է, հին պետություն է, ինչ են ուզում Իրանից, ՄԱԿ-ը ճանաչեց, իրանք չէին ցանկանում այդ պետությունը ճանաչեն նույնիսկ ՄԱԿ-ի կողմից ստեղծվելուց հետո, լավ մի բան էլ ցանկանում էին ոչնչացնել։ Սա տեսակետ է եւ կարելի է բերել 100 հիմնավորումներ, ես կարող եմ 100-ն էլ թվարկել։ Եվ մյուս կողմը խոսում է Իրանի մասին, որ Իրանի հետ կապված նայել իր իրավունքներն ունի, միջուկային զենքը ինքը ասենք խաղաղ նպատակով օգտագործելու այդ Իսրայելին կարելի է, Իրան չի կարելի, եւ ինքնաբերում Իսրայելի ագրեսիայորն է, եւ մարդիկ կան, որ այո կկանգնեն Իրանի կողմը եւ մի 100 փաստել իրանք կբերեն, կարելի է 100 փաստել ես կարող եմ թվարկել, բայց մենք այսօր կանգնած ենք sense պատերազմի շեմին, այն դեպքում երբ որ սա մեր պատերազմը չի, ոչ կարող ենք դրան նպաստել, ոչ կարող ենք կանխել, բայց մեր դիրքորոշումով կարող ենք մեզ համար վտանգ ստեղծել, որովհետև մենք հիմա նայենք, ինչ ենք մենք նայում, գնում է բախում, Իրանի թիկունքին կանգնած են պետություններ, այդ պետությունները բացի դատապարտելուց ինչ են անում, Իրանին օգնող։ Նույնիսկ եթե Պակիստանը ասում է, որ անհրաժեշտության դեպքում ես կմտնեմ պատերազմի մեջ Իրանի համար, դա դեռ չի մտել, բայց նույնիսկ եթե մտնի, դրանից ինչ։ Կարող է եթե մենք էլ ենք դատապարտում Իսրայելին, Պակիստանն էլ է դատապարտում, վաղը եթե մենք կռվի մեջ մտնենք Ադրբեջանի հետ, Պակիստանը պետք է մեզ պաշտպանի։ Կարող եմ մոռացել ենք, որ Պակիստանը կանգնած է Ադրբեջանի թիկունքում, կանգնած էր 44-օրյա պատերազմի ժամանակ, կանգնած է այսօր։ Այսինքն մենք նույնիսկ եթե մտածենք, որ մենք ինչ-որ մի թիմի մեջ ենք, որը կօգնի վաղը մեզ, չկա տենց բան։ Ինչպես տեսնում եք, Իրանի պես մեծ պետության պարագայում միայն հայտարարություններ են, գործնական քայլն էլ որը լինի, անելու է մի պետություն, որը Հայաստան պետությունը չի ճանաչում։ Այսինքն մենք այդտեղից ակնկալիք չունենք, բայց ինչպես տեսնում եք, Իսրայելի թիկունքին էլ կանգնած են արևմտյան երկրներ, որոնցից մենք ակնկալիք ունենք, բայց նրանք էլ հայտարարություններ են անում Իսրայելին աջակցության, այդտեղ էլ գործնական քայլեր չկա։ Միակ պետությունը, որը որ գործնական քայլեր է անում, դա Միացյալ Նահանգներն է, բայց նույնիսկ եթե մենք լինեինք այնտեղ, դեռ չի նշանակում, որ Միացյալ Նահանգները մեզ համար այդ նույն քայլերը կաներ։ Որտեղ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների վերաբերմունքը ուկրաինական պատերազմում տրամագծորեն տարբերում վերաբերմունքից իսրայելական պատերազմի պարագայում։ Այսինքն, եթե Ուկրաինայի թիկունքին կանգնած հավաքական արևմուտքը այդ պարագային ստացվում է այնպես, որ Դոնալդ Տրամպը մտածում է, որ դե մենք էլ ենք ագրեսիվ վարքագիծ բանացնում, ինչի պետք է մենք ագրեսոր Ռուսաստանին մեղադրենք, այսինքն ինքը իր համակրանքն ու գործընկերային հարաբերությունը Ռուսաստանի կողմն է։ Ինչ որ միտեղ պարտադրված ինչ
ինչ-որ միտեղ, որ շատ չմեղադրեն Ուկրաինային ասма լավ զենք կտանք, բայց ասma դե մերձավոր արևելքում կռիվ է, զենքի հիմնական մասը այնտեղ պետք է ուղարկենք։ Սանկցիաներ Ռուսաստանի նկատմամբ անիմաստ է, որ դրա հետ կապված մտնենք, հայտարարություններ, որը Ռուսաստանի դեմ է, ինքը պատրաստ չի դա անել։ Այսինքն ես որ ասում եմ մենք պետք է պաշտպանենք ակտիվ չեզոքություն, լինում են մարդիկ, որ ասում են բա Իրանը մեր հարևանն է, չպաշտպանենք, մեկն էլ ասում է բա մենք էլ ենք ցեղասպանություն տեսած Իսրայելն է։ Ժողովուրդ ջան, ոչ։ Մենք կարող ենք բոլորի հետ կապված հիմնավոր փաստեր բերենք, բայց պետական մակարդակով ոչ մեկի կողմը չպետք է լինես։ Առաջինը որ սա մեր կռիվը չի, եւ երկրորդ այդ կռվի մեջ մտնողները ոչ իրանք են մեզ պաշտպանելու, ոչ նրանց թիկունքում կանգնածներն են մեզ պաշտպանելու։ Նույնիսկ առավել եւս որ Իրանի հետ կապված ասի որ մենք որևէ սպասելիք չունենք, բայց արևմուտքի հետ կապված արդեն մեր համար խնդիր ենք ստեղծում, որ եթե Իրանի հետ կապված լրջանա, իրանք մտածեն որ Հայաստանն էլ Իրանին պաշտպանում է, սատարում է, բերեք նենց անենք, որ այդ գիծը համենայն դեպս կտրենք Հայաստանը Իրանից։ Այդ դեպքում ում ենք բողոքելու, ասենք մենք խելոք մեզ համար ապրում էինք, մեզ ինչի նեղություն տվեցիք, կարելի է կարծել ուրիշները խելոք չէին ապրում, որ 11 օրում Սիրիան ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունը 11 օրում Թուրքիան վերցրեց, որ ես մշտապես անհանգստություն էի հայտնում, ասում եմ ժողովուրդ ջան, նույնիսկ եթե Ամերիկան ողջունում է, Եվրոմիությունը ողջունում է, դա չի նշանակում, որ եթե ես գտնում եմ, որ մեր ապագան դա Եվրամիության կազմում լինելն է կամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելը կամ Ամերիկայի հետ, դա նշանակում է, որ ես նորմալ պետք է ողջունեմ դա։ Ինչը ողջունեմ Թուրքիայի դերակատարությունը մեծանում է։ ՄԱԿ-ի անդամ չէ Սիրիան։ Իրանը ՄԱԿ-ի անդամ չի։ Որ ասում են արի բանակցենք, բանակցությունը 2 օր հետո պետք է լիներ Ամերիկայի հետ, մեկ էլ ասենք Հարվածաստանում։ Հետո պարզվում էր Ամերիկան ասել է 2 ամիսը լռացավ, ես քեզ ժամկետ էի տվել։ Բա ժամկետը իր տվել 2 օր հետո հանդիպում ինչի էր կազմակերպում։ Ինչի եմ ասում։ Սա նաև նրա համար Իրանը ում է բողոքում այսօր, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն, այն հիմնադիր պետություն։ 51 անդամի հետ, որով ՄԱԿ-ը հիմնադրվել է, ինքը դրա անդամ էր որպես հակահիտլերյան կոալիցիայի անդամ։ Ում պետք է բողոքի։ Այսինքն սա ասում եմ նրա համար, եթե որևէ մեկը ուզում ասի, որ մենք արդարության դրոշը կվերցնենք, դուրս կգանք, ումա դա հետաքրքրում։ Դրա համար ես շարունակում եմ պնդել, որ մեր կողմից վարած քաղաքականությունը անխոհեմ էր այս պարագայում։ Առավել ևս մենք տեսնում ենք արևմուտքի դիրքորոշումը։ Ոստեղ ամենևին ոչ մեկին չի հետաքրքրում, թե կասենք արդյոք ճիշտ է արևմուտքը, որ Իսրայելի թիկունքին կանգնել, այդ կարող ենք մենք իրար հետ քննարկել։ Ես խոսում եմ պետական որոշման մասին, որի պարագայում մենք կարող է վտանգ ունենանք, եթե նրանք կանգնած են այնտեղ։ Իսկ մենք ակնկալում ենք աջակցություն, եթե վտանգ ունենանք, եվրոպական անվտանգության հետ կապված ենք մտածում։ Մեր բարեկամ Ֆրանսիայի մասին ենք մտածում, որը այդ խնդիրները կլուծի։ Բավական ակտիվ դերակատարություն ստանձնած Գերմանիան, բավական ակտիվ դերակատարություն ստանձնած Մեծ Բրիտանիան, բայց բոլորը կանգնել են Իսրայելի թիկունքին եւ մեղադրում են Իրանին։ Ինչքան ուզում եմ մենք ասենք որքանով է դա հիմնավոր։ Այդ մենք կարող ենք ասել, ես պետական պաշտոն չունեմ։ Ես կարող եմ ազատ թույլ տալ այդ ամեն ինչի մասին խոսել։ Բայց ի վերջո ասում ենք, որ հիմա շարունակությունը նայենք, որ հասկանանք այդ խնդրեմը ինչից է գալիս։ Հետո մենք կարող ենք ասենք, այս Դոնալդ Թրամփը ինչու էսպես արավ, այնպես արավ։ Նորից եմ ասում, ես պետական պաշտոնյա չեմ։ Պետական մակարդակով պետք է մտածես, որ դու գործ ունես աշխարհի ամենահզոր պետության հետ, որը կարող է մեկին ուլտիմատում ներկայացնի, դուրը չգա, ասի դեպի կտեսնես, գլխիդ ինչ կբերենք, այդ էլ կկարդանք։ Այսինքն պետական վերաբերմունքը լրիվ այլ պետք է լինի։ Իսկ հիմա տեսեք, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոհբանի դիտարկմանը, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է տարհանել մարդկանց Թեհրանից, հայտարարել է։ Հայաստանում է խոսում է Թրամփի մասին, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահի հայտարարության մասին տեղեկացել եմ մամուլից։ Մեզ համար հստակ է, որ ԱՄՆ աջակցում է այս պատերազմում Իսրայելին։ ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է, ասել է Իրանի դեսպանը։ Ժողովուրդ, մեզ սա ընդհանրապես պետք է, որ Իրանի դեսպանին բերենք խոսացնենք, ինքը հարցազրույցում, ասուլիսում կանգնի խոսա եւ Տրամփի հասցեին վիրավորական ու հեգնական արտահայտություններ անի։ Ընդհանրապես մենք հասկանում ենք ինչով ենք զբաղված։ Իմաստը սրա որն էր։
Սա է հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը J8-ից Ռուսաստանի բացառումը սխալ է անվանել եւ հայտարարել, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ չէր սկսի լինելով J8-ի անդամ։ Իհարկե, ես էլ հետաքրքիր հայտարարություն անում Դոնալդ Տրամպը, որ Ռուսաստանը եթե ելներ մեծուտնյակի անդամ, ինքը սխալ է համարում, մի քանի անգամ էլ ասել է պետք է իրան վերադարձնել, պետք է վերականգնել նրա մասնակցությունը, առիթ եղել է խոսել են, որ մեծ յոթնյակը, առավել եւս մեծուտնյակը միջազգային կազմակերպություն չի, դա համախոհների համախումբ է, հավաքում են հարցեր են քննարկում 4 եվրոպական երկիր, Ճապոնիան, մեկ էլ Միացյալ Նահանգներ ու Կանադան։ Այդտեղ անդամագրվելով չի, անդամությունից հեռացնելով չի, դա գրանց կանոնադրություն չունի, ինչի մասին է խոսքը։ Ինչ հեռացնել, ինչ քայլեր։ Պարզապես ասում են դու մեր համախոհը չես, մենք քո հետ ընդհանուր քննարկելու բան չունենք։ Հիմա համառորեն Դոնալդ Տրամպը կպել է, ասում է Ռուսաստանը պետք է լինի ութնյակի անդամ։ Լավ, համարենք Ռուսաստանը եկել էր, Կանադայում հետները մասնակցում էր։ Ռուսաստանը դատապարտել է Իսրայելին, պաշտպանել Իրանին։ Մեջոտնյակը հայտարարություն արել, դատապարտել է Իրանին, պաշտպանել Իսրայելին։ Հիմա որ Ռուսաստանը միանար, ինչ էր ելնելու։ Մեջոտնյակի հայտարարությունն են կարդալու, որ դատապարտում է Իրանին, պաշտպանում Իսրայելին, եւ կարդան 8-րդ մարտի հայտարարությունը, որ ինքը դատապարտում է Իսրայելին, պաշտպանում Իրանին եւ դատապարտում այդ մնացած 7-ին։ Լուրջ ժողովուրդ։ Ես չեմ հասկանում, համառորեն, որ ասենք Դոնալդ Տրամպն ուզում է բերի Ռուսաստանին մտցնի, դա գալիս է նրանից, որ այդ 7-ից 6 պետությունը ինքը այլևս համախոհ ու գործընկեր չի համարում։ Ինքը ուզում է գոնե այդ 8-ի մեջ, գոնե մի հոգին իր կողմից ելնի։ Կանադային ասել է պետք է միացնեմ Ամերիկային 51-րդ նահանգն է ելնելու։ Անհարգալից կարող է խոսալ Ֆրանսիայի հետ կապված, Մեծ Բրիտանիան, հա, պայմանագիր կկնքի տնտեսական, բայց այնուամենայնիվ ցույց տա, որ եվրոպական քաղաքականությունը ինքը նրանց չի օգնելու եւ այլ որևէ մեկի հետ այդ թիմի մեջ Ճապոնիան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից պետություն է, բայց նա ամեն ինչ անում է Ռուսաստանին օգնել դեմ պայքարելու, Ուկրաինային օգնում, հույս ունենալով, որ իր Կուրիլյան կղզիները, հարավային Կուրիլյան, ի վերջո իրան կհաջողվի վերականգնել Շիկոտանը, Կունաշիրի, Տուրուպը եւ Խաբոմայը։ Եվ եթե ինքը գործարքից խոսար, հողից ու փողից խոսար, ֆանտաստիկ փողեր կաշխատեր Ռուսաստանի հետ գործընկերության մեջ, բայց չի հրաժարվում նրանից, որը համարում է Իրանը։ Իսկ հիմա Դոնալդ Տրամպն ասում է, դե գնացինք պայմանագիր կնքեցինք, ամեն ինչ լավ էր։ Կարևորը դա էր, ժողովուրդ ջան, հողերը վերցրեցինք, փողերը վերցրեցինք, ամեն ինչ նորմալ է։ Չի հասկացվում։ Ոչ մի երկիր եւ ոչ եվրոպական, ոչ Ճապոնիան, ոչ Կանադան չի հասկանում Դոնալդ Տրամպին։ Այդ իսկ պատճառով Տրամպը մենակ է մնացել իրանց թիմի մեջ։ Իրանց թիմի լոկոմոտիվն էր։ Հիմա ասում եմ, այդ ռուսներին բերեք մի հոգի հետ նարդի խաղացող լինի կամ շախմատ, չգիտեմ ինչ խաղա, որ գոնե մեկը լինի, հետը զրուցանգեր լինի։ Ոչ մեկ մյուսների հետ չի ստացվում։ Բայց հիմա ավելի ակնհայտ է, չէ՞ որ չէր կարող Ռուսաստանը ելներ յոթնյակի հետ։ Այս կարգի հայտարարությանը միանար։ Իսկ հիմա մենք նայում ենք մեր մոտ, երբ որ ասում ենք, որ իրավիճակը կարող է լարվի եւ ինչ լինի, հիմա իշխանություններն ասում են հավանական բոլոր սցենարները ուսումնասիրել ենք, որ ինչ որ մի բան լինի, մենք իմանանք ինչ ենք անել։ Հավանական բոլոր սցենարները ուսումնասիրելը դա մեր գործն է։ Բոլոր սցենարները նայել, հավանական զարգացումների մասին խոսել, վտանգները խոսել, պատմական անցած ճանապարհը գնահատել, ապագայի հետ կապված կողմնորոշիչ բաներ ասել, գործադիր իշխանությունը պետք է կանխարգելիչ քայլերը հարացններ։ Ոչ թե այսօր կանգնի ասի, հա լավ, մի հատ տենանք ինչ ալում, որ իմանանք ինչ ենք անելու։ Հա քննարկել ենք, որ քննարկել էիք հավանական բոլոր զարգացումները։ Այդ ում մտքի փայլատակումներ, որ կանգնեիք ասեիք, դատապարտում ենք Իսրայելին, պաշտպանում ենք բանին Իրանին։ Այդ էր ձեր հավանական քննարկումները։ Հիմա տեսեք, վարորդները տեղեկություն են տարածել, որ հունիսի 17-ի դրությամբ մեծ թվով հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է գտնվում են Իրանի տարածքում, Ագարակի անցակետի մոտ չեն կարողանում մուտք գործել Հայաստան։ Ագարակի անցակետում հայ վարորդները անտեսված վիճակում են այն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց իրանցիներն առանց որևէ խնդրի եւ դուրս են գալիս եւ մտնում են։ Իսկ մենք արդեն 10 օր կանգնած ենք ու հույս չունենք, որ մոտակա օրերին կարանք դուրս գանք այստեղից անցակետով։ Մեր մաքսատան տանը դիմել ենք զանգով։
բայց նորից անտեսվել է մեր բողոքը, մեծ թվով բեռնատարներ մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն, սա է վիճակը ժողովուրդ ջան, այդ կանխարգելիչը ինչն է կարել, որ մեր տնտեսությունը մազից է կախված, մեր տնտեսությունը, որ տրանզիտ ապրանքները Ռուսաստանը սանկցիաներից փրկելու համար գնում էր այնտեղ դրա վրա էր կառուցած։ Հիմա դուք պատկերացնում եք մեր տնտեսության վիճակը, որ կարող է այս կարգի ցնցումներ լինի, նոր իմացաք, որ եթե Իրանի հետ կապված բախումելի ցնցում կլինի, հենց դրանից խոսում ենք, հիստերիայի մեջ էին գնում, ասում են, այ մարդ դե հասկացանք էլի, այն մարդիկ այնա իրանք ինչից են խոսում, դուք ինչից եք խոսում։ Հիմա նոր ասում են, բա իմացել եք ինչ ա եղել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան Իրանից ներկրումները հոսքը նվազել է, բա ինչով ենք փոխարինում, Վրաստանի հետ պրոբլեմ ունենք, Իրանի հետ պրոբլեմ ունենք։ Իսկ ազգային ժողով լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, հունիսի 20-ին Հայաստանի վարչապետը մեկնելու է Թուրքիա, Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով։ Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, եւ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար։ Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը մեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Հաստատում եմ, որ մեկնելու է, բայց մնացածը վարչապետի գրասենյակի տիրույթում է։ Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Այդ այցը պատմական է։ Պատկերացնում եք, հրավեր է արվել Թուրքիայի նախագահի կողմից, ասել է ազգային ժողովի նախագահը։ Իհարկե, եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ եւ Էրդողանի հրավերով Նիկոլ Փաշինյանը գնում է, իհարկե պատմական է։ Գոնե այն ժամանակ Սերժ Սարգսյանը որ գնաց, այնտեղ է երջանկացած մերոնց գոլ էին խփում մինեցել, հիացել էր, ոնց որ հորոխբոր տղեն բանակից եկել էր։ Բայց այդ գոնե ասպեր գնացել ենք ֆուտբոլային դիվանագիտության, թիմի հետ գնացել ենք ֆուտբոլ նայելու։ Հիմա ինչ են ասելու, դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում, դիվանագիտական ինչ ռանգով են ընդունելու մեր վարչապետին։ Գոնե ասեիք գնացել ենք իրար հետ հեծանիվ քշենք, Էրդողանն էլ էր սիրում հեծանիվ քշել էլի ոչինչ։ Կասեիք գնացել ենք միանգամից մի հատ տուրնիրին մասնակցենք, բայց մենք ակնհայտորեն հասկանում ենք, չէ՞ ինչ է կատարվում։ Նոր չի որ այդ մասին խոսացել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ իր հարցերը լուծել է, ինքը պրոբլեմ չի տեսնում, բավարար չափով ասելա, ոնց ասեք ձեզ հետ ենք, բայց մտածում է, որ կախվածությունը պետք է մեծացնի նաև Թուրքիայից ու Ադրբեջանից, որը երաշխավորվի իր վերընտրությունը։ Մի նորություն չի առաջի անգամ չենք խոսել, եւ դրա համար ակնհայտորեն պետք է հարաբերությունները լավացնի Թուրքիայի հետ, եւ անմիջապես Բարդ չէր հասկանալ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին կմասնակցեն Թուրքիայի Քարաման Մարաշում բնակելի թաղամասի բացմանը։ Դա երկրաշարժից հետո ավերված թաղամաս է, որը Ադրբեջանը մասնակցել է միասին վերականգնել, բայց ակնհայտ հասկանում եք, որ հունիսի 19-ին Ալիևը հանդիպում է Էրդողանի հետ, ամսի 20-ին կանչում է Նիկոլ Փաշինյանին, նրա հետ ճշտում է ինչ որ պետք է արվի եւ համապատասխան հանձնարարականները որպեսի տա Նիկոլ Փաշինյանին, որից հետո էլ Նիկոլ Փաշինյանը սուսուփուս գնա Ալիևի հետ հանդիպի հավանական որևէ ժամկետում, որի դեպքում որ արդեն ցուցումները ստացած գնան պայմանավորվեն, թե իրար հետ ինչ են անելու։ Սա է իրավիճակը, մի բարդ բան չկա հասկանալու համար, որ այլևս Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրանց հետ պետք է հարաբերությունը կարգավորի, իրանց հետ պետք է մտածի ինչ անենք։ Ու դա է պատճառը, որ հիմա էլ արդեն երկրի ներսում նորից լարվածությունը մեծացավ, կարծես թե ամեն ինչ իր տեղն էր, աշխարհի հարցերը լուծել են, այդ անորոշությունները որոշակիացրել են, մեր անելիքը գիտենք, հիմա նորից ստացվեց այնպես, որ 3 հատ այսօր հայտարարություններ արել Նիկոլ Փաշինյանը, էլ պոռնկաբարո հոգևորականներ ու նրանց պոռնկաբարո բարեգործներ ինչու են ակտիվացել, ոչինչ նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ մի հատ էլ Նիկոլ Փաշինյանը, Կտրիչ Ներսիսյան եւ այլ մի խոտ 3 հատ հարցազրույց արել, մի հատ էլ ասենք եկեղեցու, մի հատ է գործարարի հետ կապված հարցազրույցեր արել, ի վերջո արդյունքը ինչին է վերաբերվում։ Դնենք մի կողմ եկեղեցու հետ կապված այդ լարվածությունը նորություն չի, գիտենք, նաեւ եկեղեցու գործունեության մասին ենք շատ խոսել, բայց այսօր այս վիճակը, որ մեր երկիրը գտնվում է, հաստատ սա չէր մեզ պետք, բացի դրանից էլ, երբ որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հոխորտում է, տեսեք ինչ եմ անելու, վերենք եք տեղը բառի բուն իմաստով, էս կանեք, թե չէ, ասա վերենք մի տեղը ինչ որ մեկին ասում եւ այլ, եւ մեկ էլ հայտարարություն անում գործարարի հետ կապված, որ էս կանենք, այն կանենք, իրանք քննադատեցին, ինքը հոխորտած
ոստիկանությունը գնաց հետևներից, հիմա հարց է առաջանում։ Եթե այդ մարդիկ բավարար հիմքեր են տվել, որ ոստիկանությունը գնա բերման ենթարկելու ու խուզարկելու, ինչի մինչև հիմա չէի կանում։ Այդ հիմքերը դրել եք դարակում, սպասում եք, հա։ Եթե ինչ-որ բան կանեն, դուք կանեք, եթե չէ։ Կամ նոր իմացաք, որ այն մեկը պոռնկաբարոյ է, նոր իմացաք, որ այն մեկը երեխա ունի եւ այլ։ Այսինքն բոլորի վրա կոմպրոմատները դրած է դարակում ու սպասում եք։ Եթե հիմքեր չկա, այս ինչ եք անում։ Այս ինչ խուզարկություններ քննադատության համար։ Եթե հիմքեր կա, ինչի եք նոր անում։ Բայց դրա համար մարդիկ ասում են, որ իրավապահ համակարգին չենք վստահում, որտեղ իրավական համակարգը կատարում է քաղաքական պատվեր մեկ մարդու։ Ոստեղ բացարձակ կարևոր չի, թե ձեր համակրանքը կլինի եկեղեցու կողմը, թե ձեր համակրանքը չի լինի եկեղեցու կողմը, կամ կլինի Ռուսաստանը բնակ գործարարի կողմը, կամ չի լինի։ Մենք հո դրա մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք նրա մասին, որ այդ նույն խնդիրների հետ կապված ոչինչ չէր արվում, եթե քեզ չէին քննադատում։ Ուրեմն ամեն ինչ լավ էր։ Հենց կքննադատեն, ուրեմն ես ցույց կտամ իմ ուժը։ Իսկ այդ ուժը նշանակում է գործադիր իշխանությունը, կառավարությունը իր ձեռքն ավերցրել բացարձակապես իրավապահ համակարգը։ Չունենք մենք այդպիսի համակարգ։ Մեկ անձի հանձնարարությունը կտան կկանան, բացի այդ շատերին եք ասեն, տեսակ ժողովուրդ ջան, այ Ռուսաստանի շահերն էին պաշտպանում, տեսակ ինչ արեց։ Ռուսաստանի շահերը Նիկոլ Փաշինյանից ավել ոչ մեկը չի կարա պաշտպանի։ Ռուսաստանում եւ Հայաստանում այդպես մարդ չի կարա գտնվի, որ Ռուսաստանի շահերը ավելի լավ պաշտպանի, քան դա անում է Նիկոլ Փաշինյանը։ Մարդը իրան ճղում է, ասում է Ռուսաստանի հետ մենք խնդիր չունենք, կապերը պետք է լավացնենք, Եվրամիություն մտնելու ծրագիր չունենք, օրակարգ չունենք, էլ ինչ ասի, բազան հանելու օրակարգ չունենք, նման խնդիր ընդհանրապես չունենք, էլ ինչ եք ուզում ասի, որ դուք իմանաք, որ Ռուսաստանի շահերը Նիկոլ Փաշինյանից լավ ոչ մեկը չի կարա պաշտպանի։ Այսինքն Ռուսաստանի դեմ պայքարում ենք ինչ որ անհատների հետ, բայց Ռուսաստանի ընդունում ենք նրա կրոնը։ Դրա համար դա ապացուցեք ինչ ուզում եք, բայց առաջի հերթին Նիկոլ Փաշինյանը ապացուցում է, որ կոնկրետ իրավապահ համակարգը կատարում է կոնկրետ իր հանձնարարությունը։ Վերջ, սա է խնդրեմը։ Այսինքն ազատ խոսք կամ չգիտես ինչ բացարձակ որևէ բան չկա։ Ինչ ուզում ես արա, կոմպրոմատը դարագում դրածա։ Կխանգարես հետևիցդ կգանք, չէ, շարունակի քո համար հանգիստ ինչ ուզում ես արա։ Իսկ հիմա նայեք, խնդիրը որովհետև երկրի ներսում շարունակվում է, մասնագետները խոսում են այս ամեն ինչի մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան, Իրանի շուրջ ստեղծված վիճակը վտանգավոր է, հետևում ենք զարգացումներին։ Այս զարգացումներին մեկ էլ ենք հետևում։ Քո գործը զարգացումներին հետ կուրսի մեջ եք, ինչ է կատարվում։ Այն վստահել չեմ, որ լավ կուրսի մեջ եք այդ ամեն ինչը, այն ձևով, որ ձևով այդ ամեն ինչին մոտենում եք։ Նոր գլխի ընկաք, որ Իրանի հետ կապված լարվածություն էր, հասարակությանը բթացնելու հետ կապված, զգոնությունը բթացնելու հետ կապված, այդ ինչով էիք զբաղված, այս ամբողջ ընթացքում։ Ներքաղաքական օրակարգը ինչ էր, որ մարդիկ զարմացած ասում են, չենք հասկանում, ինչ եք անընդհատ ասում այդ ամեն ինչի մասին։ Հիմա մարդը առավոտ քնից արթնացել է եւ տեսնում է, որ ապրանքները մնացել են ճանապարհին, Իրանի հետ կապված լուրջ խնդիրներ կա, ու չգիտեն այդ դեֆիցիտը ոնց են փակելու։ Կանգնում են ասում են Հայաստանը կարող է վտանգավոր դիտարկել։ Այդ լա տնտեսականն եմ ասում, լա քաղաքականը չեմ ասում։ Ասողներն ովքեր են այս իշխանությունը, բալավ դրա դեմը ոնց է կառնելու։ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը հայտնել է. Իրանից Հայաստան եկողներ կան, բայց դեռ մեծ հոսք չկա։ Ընդհանուր տագնապ եւ անհանգստություն կա։ Մարդիկ փորձում են Թեհրանից եւ խոշոր քաղաքներից որքան հնարավոր է հեռու լինել։ Սինանյանի խոսքով իրավիճակն այդուհանդերձ անկարգատեսելի է։ Գրասենյակի աշխատակիցները կապի մեջ են իրանահայերի հետ։ Երեք շատ էին անհանգստացել եւ Նեթանյահուն հայտարարել էր, որ ինքն էլ է սկսելու քաղաքացիական անձանց եւ կառույցներ թիրախավորել։ Նման արտահայտություն է արել, որի արդյունքում մարդկանց մոտ տագնապը ավելի է շատացել։ Գիտենք մարդկանց, որոնք մեքենա են նստել եւ դեպի Հայաստան են ճանապարհվել, հայտնել է Սինանյան։ Երբ որ ամիսներ շարունակ ասում էին, որ ժողովուրդ ջան, իմացեք, կարող է ցանկացած հարվածի պարագայում մեր հարևանները ատրպատականը թուրքալեզուներն են,
որոնք որ ասոցացում են որպես ադրբեջանցի, իրականում նրանք բավական տարբերություն ունեն, բայց Ադրբեջանը որոշել է ձեռը դնի նրանց վրա, երջանկացած մտածում է, եթե Իրանը մասերի բաժանեն, ինքը դրանից մաս կունենա, եթե Ամերիկային է ժեստեր անի, Թուրքիայի միջոցով խաղեր տան, ցույց տան առերևույթ, որ իրանք Իրանի հետ շատ լավ են, բայց իրականում տեսնենք ինչ են անում։ Մենք այս ամեն ինչի հետ կապված մտածում ենք, չէ՞ որ կարող է ամեն ինչ անեն, որ նրանք մտնեն Հայաստան, եթե մի քիչ վիճակը լարվի։ Հիմա եթե այս ամեն ինչի հետ կապված հանձնակատարն ասում է, բա գիտեք, sense լարվածություն կա։ Գիտենք, ընկեր ջան, գիտենք, ու այդ մասին էինք ասում, բայց դու ինչով էիր զբաղված։ Ասում էր, այո, ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի ասածը, գնանք հաթաթ Եղեռնի բոլոր միլիոնուկես զոհերին հաշվենք։ Այո, ես էլ եմ գտնում, որ դա պետք է արվի, բայց ձեր գործերով զբաղվեիք։ Այն իրական օրակարգով մտածեիք, որ հավանական զարգացումների ժամանակ դուք ինչ պետք է անեիք։ Իսկ հիմա նայեք, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոհբանին նաև ինչ ասել։ Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի։ Դեսպան Սոհբանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իսրայելի սանձազերծած ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին աջակցության և զորակցության համար։ Մեզ ընդհանրապես պետք է ժողովուրդ ջան։ Պատասխանելով Ադրբեջանի կողմից Սյունիքում հնարավոր ագրեսիայի և Զանգեզուրի Միչանսկին վերաբերող հարցին, դեսպան Սոհբանին շեշտել է, Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, նաև այն համատեքստում, որ Իսրայելը կփորձի առանձին երկրներ օգտագործել իր շահերի համար։ Այսինքն Իրանը այն կանխատեսումը, որ կարող է Իրանը առիթը օգտագործի, ներողություն, Իսրայելը անկայունության պարագայում Ադրբեջանի հետ խաղեր տան, որի արդյունքում իրանք փորձեն Սյունիքով ճանապարհը վերցնեն, իրանք ներկայացնում ասում հա մենք էլ ենք մտածում, որ տենց բան հնարավոր է։ Դա համար փորձում ենք ուշադրության կենտրոնում ենք պահում։ Իրանը կապի մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Դեսպանը եւս մեկ անգամ ընդգծել է, Իրանի կարմիր գծերը հստակ են։ Կարմիր գծերը մեր կենսական գծերն են եւ երբեք Իրանի դիրքորոշումներն այս կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի։ Իհարկե մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում եւ որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել։ Այսինքն այդպես էլ կատեգորիկ կարմիր գիծը չի ասում, կարող է մտահոգիչ լինի, ոչ մի բանը չկարողանանք անենք։ Բա որ այդքան ասում ենք ժողովուրդ ջան, շատ փակագծեր չբացենք, մեկը լինի Իրանի անվտանգությունը երաշխավորի, ասում են դե լավ ավելի հարևան երկիր է, ինչա ձեր ուզածը։ Էսա մեր ուզածը, ժողովուրդ ջան, որ էդ էինք բացատրում։ Հիմա այս երկիրն ասում է, հա, կարմիր գծերն էլի կա, բայց կարող է մտահոգիչ լինի, չկարողանանք այդ կարմիր գծերը պահենք։ Սակայն մենք իրողությունների եւ փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ ՀՀ կառավարությունը եւս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք եւ անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, ասել է Իրանի դեսպանը։ Մեզ դրանպես պետք է, որ այդ անընդհատ խորհրդակցությունների մասին դեսպանը ասի, որ մենք անընդհատ մշտական կապի մեջ ենք ու խորհրդակցություններ ենք անցկացնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը որ շատ կատեգորիկ ասում է, պետք է դնենք Իրանին խփենք, եթե շատ արագ չդադարացնի, լա մտածեն ասեն, էս ինչ գլխացավանք ունենք, ոնց որ Հայաստանը սաղոր իրանց հետ կապերի մեջ է։ Մենք ինչ ենք այս մարդուն եթեր տալի մեր դաշտում։ Սոհբանին հավելել է երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը նաև հետագայում կազդի նրանց հետ հարաբերությունների վրա, բարեկամին եւ թշնամուն ճանաչում են ծանր իրավիճակներում, ասել է դեսպանը։ Այսինքն հիմա դուք տեսեք, եթե բարեկամին եւ թշնամուն ճանաչում են ծանր իրավիճակներում եւ հետագայում մեր վերաբերմունքից կախված է իրանց վերաբերմունքը մեր նկատմամբ, բայց չես մտածում, որ նույն ձևի մեր վերաբերմունքից կախված մեր նկատմամբ վերաբերմունք պետք է ունենա արևմուտքը։ Պետք է ասի այն ժամանակ, որ մենք միասնական պայքարում ենք, դու հակառակ կողմից էիր, ես էլ դատապարտում էիր։ Բայց սա ենք զգուշացնում։ Բայց անդերակտիվ չեզոքությունն ինչի համար էինք ասում։ Մտահոգություն հայտնեիք, քաշվեիք գրախ։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Իսկ Ադրբեջանը լռել է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հյուսային Մակեդոնիայի ասամբլեայի նախագահ Աֆրիմ Գաշիի գլխավորած պատվիրակությանը։ Բայրամովը ներկայացրել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի եւ այդ գործընթացին խոչընդոտող գործողությունների մասին։ Կողմերի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար ընդգծվել է Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային պահանջների վերացման եւ արդեն իսկ իրենց արդիականությունը կորցրած Մինսկի խմբի նման
ինստիտուտների վերացման կարևորությունը ասում է հայտարարության մեջ։ Պարզա ժողովուրդ ջան, էսա վիճակը։ Ադրբեջանը համառորեն ում բռնացրեց այս թեմայից է խոսում։ Հող է նախապատրաստում սրա համար։ Մենք ումից ենք ակնկալում մեր անվտանգությունը։ Ադրբեջանից ու Թուրքիայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը սպառնացել է Իրանին լուրջ հետևանքներով, եթե այն հարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա։ Տրամպն ասել է, որ Վաշինգտոնը շատ ուժեղ կհարվածի, եթե նրանք նկատի ունենան Իրանին որևէ վնաս պատճառեն ամերիկացիներին։ Տրամպը նաև նշել է, որ Իսրայելը կուշեղացնի իր հարձակումն Իրանին։ Դուք կիմանաք առաջիկա 2 օրվա ընթացքում։ Այսինքն էսեն չի չէ, որ Դոնալդ խաղաղասերը ասի, որ ես պատերազմները դադարեցնող եմ։ Ակնհայտորեն սա իր պատերազմն է։ Ակնհայտորեն, եթե ինքը արդեն մտնի պատերազմի մեջ։ Ինչի մասին էր խոսքը։ Բա մոլորակը չի ասել, ընկեր ջան, բա դու ինչով ես զբաղված։ Էս ինչ է Իրան, ուկրաինական պատերազմը դադարեցնեիր, թույլ ես տալիս ագրեսորը առաջ գա, դաժան հարվածներ տա Կիևին եւ այլ բնակավայրերի։ Արածդ ինչ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը սխալվել է, ասելով, որ ԱՄՆ ղեկավարը ժամանակից շուտ լքել է Կանադայում ընթացող մեծ յոթնյակի գագաթնաժողովը, քանի որ պետք է աշխատեր Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու ուղղությամբ։ Սխալվում է, նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես գնում Վաշինգտոն, բայց դա հրադադարի հետ կապ չունի, այն շատ ավելի մեծ է, քան դա, գրել է Տրամպը։ Դոնալդ Տրամպը Կանադայում ընթացող G7 գագաթնաժողովից վաղաժամ մեկնելու լույսի ներքո չի հանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուի հետ միջոցառման շրջանակներում։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը որոշել է ընդհատել իր մասնակցությունը Կանադայում ընթացող G7 գագաթնաժողովին, այս քայլի պատճառը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է։ Հարց է ծագում, բա Մակրոնը ինչ էր սխալ ասել։ Ասма Մակրոնն ինչ ասել է, սխալ ասել։ Ես դրա համար չեմ գնում Վաշինգտոն։ Իսկ իր մամուլի ծառայությունը գոնե ինքը, եթե ուզում է ինֆորմացիա իմանա, մի հատ չի ուզում զանգի իր մամուլի ծառայությանն ասի, ժողովուրդ, բայց ինչի համար եմ հետ գալի։ Մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը գրել է, որ ամերիկացի առաջնորդը հիանալի օր է անցկացրել գագաթնաժողովում, ստորագրելով խոշոր առևտրային համաձայնագիր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի հետ։ Շատ համաձայնություններ են ձեռք բերվել, բայց Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի պատճառով նախագահ Տրամպը այսօր երեկոյան կմեկնի պետությունների ղեկավարների հետ ընտրիկից հետո։ Նորից հիշեցնեմ, բա Մակրոնին ինչի համար էր քննադատում, ինչն էր սխալ ասել։ CBS News-ի փոխանցմամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տան ղեկավարի հետ Կանադայից թռչում է Վաշինգտոն։ CNN-ը հաղորդել է, որ Տրամպը հրահանգել է իր վարչակազմի ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներին հավաքել Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան իրավիճակային սենյակում։ Սա սենյակների համալիր է, որը օգտագործում է Միացյալ Նահանգների նախագահի նրա խորհրդականի ռազմական ու հետախուզական ծառայություն ներկայացուցիչների կողմից ճգնաժամային իրավիճակներում շտաբ հանդիպումներ անցկացնելու համար։ Իրավիճակային սենյակում տեղադրված կապի սարքավորումները թույլ են տալիս պետության առաջնորդին ղեկավարել ամերիկյան զորքերն ամբողջ աշխարհում։ Մինչ այդ Տրամպը գրառում էր հրապարակել իր սոցիալական ցանցում, որ կրկին հայտարարել էր, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը, գրել էր ԱՄՆ նախագահը։ Իսկ հիմա տեսնենք Իրանից ինչ արձագանք ունենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Իրանի պետական հեռուստատեսության վրա Իսրայելի հարձակումը։ Հարձակումը ցույց է տալիս իսրայելցիների հուսահատությունը։ Այս հարձակումը ցույց է տալիս վախկոտության ծայրահեղաստիճանը, երբ նրանք չեն կարողանում հաջողության հասնել իրական մարտի դաշտում, նրանք հարձակվում են քաղաքացիական թիրախի վրա, որը միայն ճշմարտությունն է հաղորդում, հավելել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարը ասել է, որ Իրանը ակնկալում էր թույլատնել Իսլամական Հանրապետությունը սպանելով հրամանատարների եւ հարձակվելով թիրախների, սակայն սխալվել էր թերագնահատելով Իրանի ժողովրդի տոկունությունը։ Իհարկե երկու կողմն էլ թերագնահատել, Իսրայելն է ծանր հարվածներ կերավ, որ չէր սպասում, որ դա կուտեր, Ամերիկան էլ թևեր տվեց, բայց թույլ տվեց այդ հարվածները, որ ստանա, եւ Իրանն էլ ծանր հարվածներ ստացավ, որ չէր սպասում, որ այս չափի ներգրավված է Իսրայելը այս process-ների մեջ եւ հետեւողական անգամ իր երկրի տարածքն օգտագործել։ Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փենյան նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։
Շոյգուն կհանդիպի Կորեայի Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կին Չեն Ընի հետ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սերգեյ Շոյգուն վանակցություններ կվարի ԿԺԴ ղեկավարության հետ հունիսի 4-ին կայացած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանում։ Այսինքն այս ամսվա մեջ արդեն երկրորդ հանդիպումն է, ժողովուրդ ջան։ Ինչով է զբաղված Ռուսաստանը, որին Դոնալդ Տրամպը հրավիրում էր մեծ ութնյակ։ Նրա ընկերը Կին Չեն Ընն է, ժողովուրդ ջան։ Հաշտվեք այդ մտքի հետ։ Նրա հետ է գործ բռնում։ Մեծ յոթյակի երկրները ծրագրում են հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերը հայտարարել է. մենք աշխատում ենք նոր պատժամիջոցների փաթեթի վրա եւ ես մտադիր եմ համագործակցել մեծ յոթյակի բոլոր գործընկերների հետ սահմանափակելու Ռուսաստանի էներգակիրներից ստացվող եկամուտները եւ այն ռեսուրսները, որոնք նա կարող է ուղղել իր անօրինական պատերազմին։ Սթարմերը ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել այս պահը Ռուսաստանի եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու համար։ Նա հավելել է, որ Պուտինին պետք է հասկացնել, որ իր եւ Ռուսաստանի շահերից է բխում խաղաղության ուղղված իրական մտադրություն ցուցաբերելը։ Այսինքն սա արվում է այն ֆոնին, երբ որ Միացյալ Նահանգները ասում է այդ պատժամիջոցներից պետք է հրաժարվենք։ Լավ սպասում ենք կարող է բանակցության գնանք, բայց Մեծ Բրիտանիայի վարչապետը ավելի կոշտ ձևով ասում է մենք առաջ ենք գնում եւ մեծ յոթնյակի շրջանակում եւ նաեւ առանձին վերցրած իր պետությունը։ Միացյալ Թագավորությունն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները 10 կետով։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոր ծովային հետազոտությունների գլխավոր տնօրինության նկատմամբ։ Այսպիսով սահմանափակումների տակ են հայտնվել 20 նոր նավ։ Ինչպես տեսնում եք, Մեծ Բրիտանիան, անգամ եթե պայմանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, նա համառորեն հետևողական նախաձեռնություն առաջ է տանում։ Իսկ ՆԱՏՕ-ն էլ հիմա նոր որոշում են կայացրել, կդադարեցնի ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենքի մատակարարումների մանրամասների բացահայտումը, որպեսզի բարդացնի Ռուսաստանի ռազմական պլանավորումը։ Այս մասին Հագայում ռազմական դաշինքի գագաթնաժողովից առաջ հայտնել են ՆԱՏՕ-ի 3 երկրների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովը տեղի կունենա 24-ից 26-ը։ Դա հենց առաջ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ասում էր, որ իմաստը որն է, որ մենք բացահայտենք ինչ ենք տալիս Ուկրաինային։ Հասկացանք հրապարակային ինչ որ ժամանակ ասեցինք, որ աշխարհին ողջևորենք, որ մենք կանգնած ենք, էս տվինք, բայց արդյունքում ստացվում է Ռուսաստանը լավ էլ նախապատրաստվում է իմանա թե ինչ ենք ստանում, ինչ ժամկետներում ենք ստանում։ Այն ինչ որ տալիս եք, փակ տվեք։ Էդ էլ իմիջիալից նորմալ է։ Եվ մեկ է տեսնենք Եվրամիությունն էլ ի վերջո մտահոգություններ ունի, Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին, այսինքն այսօրվա մասին է խոսքը, դեռ նոր ինֆորմացիա չունենք, դրա համար կարդում եմ ինչ որ կար։ Տեսակապի միջոցով ոչ պաշտոնական խորհուրդ կանցկացնեն, քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում կապված Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության հետ։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի լրջությունը, Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ծրագրել է տեսակոնֆերանս արտաքին գործերի նախարարների հետ։ Դա թույլ կտա մտքերի փոխանակում միաժամանակ համակարգել դիվանագիտական գործողությունները Թեհրանի եւ Թել Ավիվի նկատմամբ եւ քննարկել թե ինչպես վարվել, ասել է Կալասի խոսնակ Ալ-Անունին։ Ինչպես տեսնում եք, անգամ Եվրամիության բոլոր երկրները խառնված են իրար այս անորոշությունից, այս անկանխատեսելիությունից, մեր երկրի ներսում տեսել եք մենք ինչով ենք զբաղված։ Իսկ հիմա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. Իրանի դեմ Իսրայելի գործողությունը ոչ միայն խնդիր է Թեհրանի համար, այլև ազդում է ողջ տարածաշրջանի վրա։ Իսրայելը չի գիտակցում իր թույլ տված սխալը։ Մեր հին աշխարհագրության մեջ ոչ մի երկիր սահմանափակված չէ իր սահմաններով եւ վարչակազմով։ Տարածաշրջանի յուրաքանչյուր միջադեպ սերտորեն մտահոգում է, ազդում է տարածաշրջանի բոլոր հասարակությունների վրա եւ ունի միջնաժամկետ, երկարաժամկետ հետևանքներ։ Պաղեստինի ժողովրդի վրա հարձակումը չի սահմանափակվում այնտեղ ընդամենը մի քանի միլիոն բնակչով։ Ամեն օր ավելի պարզ է դառնում, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու պատրվակով Իսրայելի հարձակումն ավելի մեծ եւ նենք նպատակներ ունի։ Իսրայելն այս հարձակումներն իրականացնելիս գործում է արևմուտքի անսահմանափակ աջակցությամբ եւ իրեն ագրեսորի պես է պահում, ասել է Թուրքիայի նախագահը։ Եվ հիմա եզրակացությունը Իսրայելի թափած յուրաքանչյուր նոր կաթիլարյան հետ նա վտանգում է իր սեփական գոյությունը եւ իր հասարակության ապագան, ասել է Էրդողանը։ Այսինքն ինքը նաեւ գտնում է, որ Իսրայելը կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Դե դա նորություն չի, իսկապես կանգնած է։ Այնպես չի որ դա շատ զարմանալի է, որովհետեւ իրանք գերագնահատեցին նաեւ Ամերիկայի աջակցությունը եւ ողջևորվեցին եւ որոշակի քայլեր դրա մասին այնքան են խոսել եւ որ ասի որ ես միշտ կարծել եմ որ Իսրայելը
Իսրայելի վարչապետները շատ գրագետ են վարվում, պարբերաբար օրինակներ բերել եմ, թե ինչեր են արել տարբեր ժանրով, բայց Նեթանյահուի արածին շատ զարմացեց, որ ինքը ոգևորվել էր։ Գազան դատարկենք, Իրանին հարվածենք, էս անենք, այն անենք, բայց պատասխանները, ինչպես տեսնում եք, պրոբլեմա։ Նաև Իրանն էլ է մտածում, ասում է, ինչի ես այսքան պրոբլեմ ունեմ։ Իրանը մտածում է, Իսրայելը պետք է ոչնչանա, որ պրոբլեմը վերանա։ Իսրայելն էլ մտածում է, եթե Իրանի շարքից չանեմ, վաղը Իրանը այսքան ուդար ուտել, հարված ուտելուց հետո բար ոտի կանգնի, մեզ ինչ կանի։ Բնական է երկուսը խոսում են ոչնչացման մասին, բայց եթե չհաջողվեց ոչնչացնել, հետևանքները պատկերացնում եք, չէ՞։ Իրանի ափերի մոտ Օմանի ծոցում այրվում է 3 նավ, այրվող նավերը գտնվում են Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցի երկրներից նավթի եւ գազի արտահանման հիմնական ուղին է։ Չի նշում միջադեպի պատճառը, բայց նաեւ մի խնդիր կա։ Մասնագետները լավ հասկանում են, որ ինչ որ առիթով շատ պատահաբար Իրանը հիմա կվախենա Հորմուզի նեղուցը փակի, որովհետեւ այդտեղով գնում է արաբական երկրների նավթի պաշարները այդտեղով է դուրս գալիս գնում։ Ինչա պատճառաբանելու իր գործընկերներին, երբ որ իրանք Իրանի հետ կապված իրանց բավական լոյալ են պահում, էլի, իմաստը որն է, որ ինքը նրանց համար թշնամական բաներ անի։ Բայց եթե այսպիսի քայլեր անեն, որի արդյունքում համոզվեն նրանում, որ այն ինչ որ հիմա իրանք անում են, չի վերագրվում, որ կոնկրետ Իրանը արեց, կարող է իսկապես sense պրովոկացիաներ անեն, ասեն, բա մենք ինչ կապ ունենք, լարված վիճակ էր, sense բաներ եղավ։ Ինչի համար եմ ասում, որ չի բացառվում Հորմուզի նեղուցը, որ Իրանը փակի, բայց ռիսկ չի անի, որ դա իր վրա վերցնի, բայց ցանկացած պրովոկացիոն քայլեր, որը կօգնի Իրան դա անել, հաստատ դրան կգնա։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ այս ամեն ինչների նկատի ունենանք, որ լարվածությունը չափազանց մեծ է մեր տարածաշրջանում ու մեր երկրի համար առավել ևս։ Իսկ այսօր արդեն ասվեց, որ ազգային ժողովը մերժեց օրակարգում ընդգրկել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, իշխանությունը ինքը մերժեց այն իշխանությունը, որը դրական եզրակացություն տվել էր կառավարությունը, նախարարները կառավարությունը դա արդարացրեցին, վարչապետը հավանություն տվել էր, ստորագրել էր, ուղարկել էր ազգային ժողով։ Հետո հավանական բոլոր աղմուկը, որ հասարակության մեջ առաջացավ հիմնավորումները, հասկացան ինչ սխալ բան են անում եւ իրանք դա վերանայեցին, չեմ ասում խելքի եկան, բայց հասկացան, որ դա իրանց այս պահին պետք չի։ Ուղղակի դրա համար եմ ուզում ասում հերթական անգամ ասեմ, այո, եթե հիմնավոր ձևով, ճիշտ ձևով սկզբունքային քայլեր առաջ տանել պետք է եւ ոչ մի պարագայում չասել մեկը սրանց գլուխը ոչ մի բան չի մտնում, այդպես չի, ինչպես տեսնում եք, իրանք հասկացան, որ հիմա դրա ժամանակը չի։ Ձեր աչքի առաջ դուք համոզվեցիք, արդեն որոշում կայացած դրական։ Դե ինչ կհետևենք զարգացումներին, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։